2025 թվականի ավարտին ծրագրված 5.5% բյուջեի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5%-ը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ։ Այս մասին խորհրդարանական հերթական նիստի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ներկայացնելով 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակը ֆինանսների նախարարն ասաց. Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլևս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում կատարելագործվելու եւ զարգանալու չափելի ազատություն եւ հրաշալի հնարավորություններ։ Հաջորդիվ եզրափակիչ ծավալուն ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ կառավարության աշխատանքը գնահատում է լավ։ Վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով եւ պիտի ասեմ, որ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավել կլինեն 1 տրիլիոն 542 տրիլիոն դրամով կամ 133%-ով։ Ես ուզում եմ մեզ նրբության վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրեմ։ Այս տարվա մեր բյուջեի ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն։ Այսինքն մեր ավելացած մասը 2017-ի տարեկան բյուջեից ավելին է։ Փաշինյանը նշեց, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելու իրենց խոստումը կատարել են։ 2024 թվականին արդեն Հայաստանի համախառն ներքին արդյունքը աճել է 36.6%-ով։ Երկրում գեներացվող գումարները արդյունքը հնարավորինս, այսինքն դրա բաշխումը հնարավորինս հավասար եւ արդար տեղի է ունենում եւ բարելավում է։ Իդեպ ես այսօր երբ որ պատրաստվում էի այս ելույթին, ես ջինի գործակցին նորից անդրադարձա եւ ին աչքը ծակեց հետեւյալ. ես ուզում եի հասկանալ, այս ցուցանիշը պատմականորեն լավագույնն է Հայաստանի պատմության մեջ, թե չէ։ Եվ գիտեք ինչ պարզվեց։ Պարզվեց, որ պատմականորեն լավագույն ցուցանիշը Հայաստանի համար ջինի գործակցի որ թիվը լինի 2020 թվականը։ 2020 թվականը։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ կովիդի ճգնաժամի կառավարման մեծ ուղղված բոլոր քննադատությունները պարզապես մտածածին են։ Վարչապետն անդրադարձավ նաև աշխատատեղերի ցուցանիշին, նշելով, որ այս տարի հոկտեմբերին ունեցել ենք գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատողների թվի բացարձակ ռեկորդ։ 2025 թվականի հոկտեմբերին 810.074 գրանցված աշխատատեղ ունենք երկրում։ 2018 թվականի նկատմամբ աճը 223.895 կամ 38%-ով։ Հարգելի գործընկերներ, սա արձանագրում է, որ 2018 թվականից ի վեր մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ենք 223.895 աշխատատեղ։ Նման ցուցանիշ, նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Ըստ Փաշինյանի հանրապետությունում աշխատավարձերի աճը երկնիշ է 20 եւ ավելի տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը։ Միայն հոկտեմբերին վճարված եկամտային հարկը կազմել է 50 միլիարդ 690 միլիոն դրամ, որը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելի է։ Իսկ այս թվերն ինչ կապ ունեն քաղաքացիների բարեկեցության հետ։ Կառավարության ղեկավարը պարզաբանեց. Քաղաքացիների բարեկեցության հետ կապ ունեն այնքանով, որ մենք 2018-ից 2025 թվականը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուշադրություն դարձրեք 384 միլիարդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով քաղաքացիներին։ Այդ փողը ուղղակի տվել են քաղաքացիներին, որոնք ընդ որում, եթե նախորդող շրջանի համեմատում ենք, թե եկամտային հարկի վերադարձի հիպոթեկի ծրագրի համեմատ վերադարձը աճը 9500%-ով աճ է եղել ծրագրի նախորդող շրջանի վերադարձի համեմատ։ Ըստ Փաշինյանի անշարժ գույքի գործարքների թիվը եւս աճել է ավելի քան 64%-ով։ Մարզերում առաջնային շուկան աճել է 1104%-ով նախորդող շրջանի։ Սա ուզում եմ ցույց տալ տարածքային համաչափ զարգացումը եւ ընդհանուր առմամբ առաջնային շուկայի աճը 10-17-ի համեմատ 465%։ Այս ամեն ինչը
Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է զարգացման ուղեծրի վրա։ Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանում կա սոցիալական եւ աղքատության խնդիր, բայց ծայրահեղ աղքատության ցուցանիշը 0.6% է, ինչը վկայում է, որ կառավարությունը շատ մոտ է ծայրահեղ աղքատությունը վերացնելու իր նախընտրական խոստումը կատարելուն։ Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չի, որ աշխատատեղ չկա։ Չկա, այդ խնդրեմ վաղուց վերացված է։ Հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր, էլ չեմ ասում տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային Հայաստանում աշխատեին եւ ուրիշ տեղերում իրանց ընտանիքները պահեին։ Բայց չի կա Հայաստանում աղքատություն։ Հայաստանում աղքատություն կա միայն հետեւյալ պատճառով. աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով։ Խոսելով կենսաթոշակների մասին գործադիրի ղեկավարն ասաց, որ 2025 թվականի հունվարի 1-ից թոշակներն ու հաշմանդամություն ունեցող անձանց նպաստներն ավելանալու են։ Նրա խոսքով թոշակառուների համար տնտեսական աջակցության ծրագրեր պետք է ունենանք։ Մենք այդ 10,000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականության ոչ թե 10,000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50,000, գուցե 100,000, գուցե 500,000 դրամի ծառայություն։ Ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից, ասաց Փաշինյանն ու հավելեց. բոլոր ուղղություններով մեր երկրի համար բացվել են նոր հեռանկարներ։ Ամփոփելով խոսքը վարչապետն ասաց, որ 2026-ը բուռն տարի է լինելու Հայաստանի համար։ Վարկյան անգամ կասկած չունեն, որ ընտրություններին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, եզրափակեց Փաշինյանը։ Խորհրդանական հերթական ընտրություններին մոտենում են լավատեսության եւ պոզիտիվի հսկայական պաշարով եւ պիտի եւս մեկ անգամ արձանագրեմ, որ այո, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված է խաղաղություն։ Մեր խնդիրն է խնամել, ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։